Շնորհքը չի ջնջում հետևանքները։ Քո ուշադրությունը գրավելու համար Տերը երբեմն փորձություն կարող է թույլ տա քո կյանքում հայտնվի։ Դավիթի պարագայում Նաթան մարգարեին է ուղարկում եւ Նաթան մարգարեն հետաքրքիր մի պատմություն է անում մի հարուստ մարդու, որ ամեն ինչ ուներ, եւ մի աղքատ մարդու, որ ընդամենը մի հատ գառնուկ ուներ։ Դավիթին հասկանալի լեզվով, որտեվ Դավիթ ինքը լինելով հովիվ շատ լավ հասկանում էր այդ լեզուն։ Ու այս հարուստ մարդը, որ ամեն ինչ ուներ, ասում է, մի հատ հյուր է գալի իր տուն եւ փոխանակ իր եղած գառներից վերցնի այդ հյուրին կերակրի, ասում է, վերցնում այդ խեղճ ու աղքատ մարդու փայփայած գառնուկին, մորթում է ու հրամցնում է իր հյուրերին։ Դավիթ ասում է, բարկացած վերակենում, ասում է, այդ մարդը մահվան արժանի։ Նաթանը ասում է, այդ մարդը դու ես։ Դավիթը տեղն ու տեղը ապաշխարում է։ Նաթանը ասում է, չես մեռնի, որտեվ Աստծո շնորհքն է գործում։ Եփեսացիս 2:8-ն ասում է, շնորհքով ենք փրկվում հավատքի միջոցով եւ դա ձեզանից չի, այլ Աստծո պարգևն է, սակայն շնորհքը, սիրելիներս, մեզ չի ազատում պատասխանատվությունից։ Ամեն մեղք ունի իր հետևանքը, ինչպես Դավիթի արած մեղքը։ Սիրելիներս, ես ինձ ու քեզ ցանկանում եմ Աստծո սրտի համեմատ մարդ լինենք ու մտածենք, այո, մեր մեղքերը ներված են, այո, մենք Աստծո շնորհքի տակ ենք քայլում, բայց մեղքը ունի միշտ իր հետևանքը, ցանկացած մեղք։ Եկեք թույլ չտանք, որ ժամանակավորը կարճ տևող հաճույքը մեզ սեպ խրի մեր եւ հավիտենական Աստծո միջև։